Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատման դիմումը արդեն ներկայացրել է, ինչի մասին Sputnik Armenia-ին հայտնել են թանգարան ինստիտուտից, նշելով, որ թեև դիմումը գրված է, սակայն համապատասխան իրավական ակտ դեռևս չկա։ Թանգարան ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թավթյանը, ով նախկինում զբաղեցրել է Փաշինյանի օգնականի եւ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնները, Sputnik Armenia-ի հետ զրույցում ասել է, որ իր նշանակումը հավանաբար պայմանավորված է դիվանագիտական եւ կառավարման համակարգում ունեցած բազմամյա փորձով։ Թավթյանը նաև վստահեցրել է, որ Էդիտա Գզոյանի հետ ունի շատ ջերմ հարաբերություններ եւ առանց նրա չի պատկերացնում ինստիտուտի հետագա աշխատանքը, սակայն չի մանրամասնել, թե ինչ կարգավիճակով կամ պաշտոնում Գզոյանը կշարունակի իր գործունեությունը թանգարան ինստիտուտում։ Աշխատելու է։ Իհարկե, եւ առանց նրա ես չեմ պատկերացնում, ինչպես կարող է այս ինստիտուտը շարունակի իր գործունեությունը, նա կարելի է առանցքային ֆիգուր է դեմք է աշխատության մեջ եւ բնականաբար մեծ դուման եւ լավ անալոգիական։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ստիպել է տնօրենին հեռանալ, քանի որ վերջինս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ զրույցում անդրադարձել էր Արցախյան հարցին եւ Սումգայիթյան ջարդերին։